Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ Փաշինյանը ոչ միայն ՀՀ ողջ կառավարությունն է, այլև երկրի թիվ 1 նյուզմեյքերը։ Ժողովուրդը փոխանցում է, COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722,000 դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում 109,000 դրամ։ Փաստը հայտնում է, եթե Փաշինյանը եւ իր թիմը ցնցագին հայտարարում են իրենց որևէ հաջողության մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը։ Հրապարակը փոխանցում է Դավիթ Խուդատյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Ժողովուրդը նշում է, որ ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակիցները համացանցում դառնում են ծավալի առարկա, նաև հենց Ասմիկ Հակոբյանի շնորհքն է։ Փաստը գրում է, Փաշինյանն ամեն ինչ արել է, որ իրավապահ համակարգն իր բուն գործառույթները կատարելու առումով անպիտան ու անօգնական լինի։ Հրապարակը նշում է, ԿՊ-ում պաշտոնակրիվը սկսված է։ Ժողովուրդը հայտնում է, որ Լիլիթ Մակունցը ստացել է հայտարարագրված ամենաթանկարժեք նվերը։ Հրապարակը նշում է, որ եվրոպական կառույցները հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Ժողովրդի տեղեկություններով կաթողիկոսի կողմից իբր լուրջ բաց թողում են բացահայտել,